Բարև ձեզ, ես Դավիթ Թումասյանն եմ և այսօր մենք շարունակում ենք խոսել երեխաների նկատմամբ բռնության մասին և քննարկելու ենք ֆիզիկական բռնությունը։ Ֆիզիկական բռնությունը երեխաների նկատմամբ ամենատարածված բռնության տեսակն է և միայն Հայաստանի Հանրապետությունում վերջի 3.5 տարիների կտրվածքով 800 երեխա ենթարկվել է ֆիզիկական ներգործության, այսինքն դա ծեծի հատկանիշներ պարունակող հանցակազմ է։ Բացի այդ, մոտ 300 երեխա ենթարկվել է առողջությանը տարբեր մարմնական վնասվածքների, ներառյալ նաև ծանր, միջին ծանրության և թեթև։ Դա միանշանակ բավականին մեծ թիվ է, առավել ևս հաշվի առնելով այն փաստը, որ որոշ դեպքերում թե ֆիզիկական ներգործությունը, թե առողջության թեթև վնաս պատճառելու մասին չեն բարձրաձայնում և չեն հայտնում։ Այսինքն այդ դեպքերում լատենտայնությունը, այսինքն դրանց գաղտնի մնալը, հասնում է ընդհուպ մինչև 80%։ Հարկ է նշել, որ ֆիզիկական բռնության ըստ պաշտոնական վիճակագրության հիմնականում ենթարկվում են տղա երեխաները, դեպքերի 70%-ը։ 30%-ը դա աղջիկ երեխաներն են և դա միգուցե պայմանավորված է դաստիարակչական կամ այլ մոտեցումներով կամ աղջիկ երեխաների նկատմամբ որոշակի մեղմ վերաբերմունք դրսևորելով։ Ինչու է այստեղ կարևորվում նաև դաստիարակության հարցի բարձրացումը, որովհետև երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնության տարատեսակներից մեկն է նաև մարմնական կամ ֆիզիկական պատիժը, այսինքն երբ որ ծնողը, դաստիարակը, ծնողներին փոխարինող ցանկացած անձ, խնամակալ, հոգաբարձու և այլն նրանք փորձում են երեխային դաստիարակել ֆիզիկական ներգործություն իրականացնելով, ծեծի ենթարկելով։ Հարկ է նշել, որ նման մոտեցումը ծնողը իրականացնում է բացառապես ծնողավարման հմտությունների բացակայության պայմաններում, այսինքն երբ որ չի կարողանում երեխային բացատրել այդ երեխայի համար հասկանալի և պարզ լեզվով, և օրինակ եղել են սոցիալական հարցումներ, որի ժամանակ ծնողին հարցրել են, իսկ ինչու ես հարվածել երեխային, և նա պատասխանել է, 10 անգամ նույն բանը ասում եմ, և ինքը շարունակում է դա անել։ Նայեք, այստեղ կարևոր հմտությունը այն է, որ նույն բանը 10 անգամ ասել պետք չէ։ Եթե մեկ անգամ մենք ասեցինք նախադասությունը և երեխան չհասկացավ, դա նշանակում է, որ մենք պետք է փոխենք այդ ոճը, որով որ խոսում ենք երեխայի հետ, վերաձևակերպենք նախադասությունները և կիրառենք այնպիսի բառեր, որպեսզի երեխան հասկանա մեզ։ Մենք եղել ենք երեխա, երեխան մեծահասակ չի եղել, հետևաբար մենք պարտավոր ենք ճանաչել և հասկանալ երեխային, այլ ոչ թե հակառակը, և մենք պետք է հասկանանք, թե ինչ է մտածում երեխան այս կամ այն քայլը անելուց։ Ավելին, ֆիզիկական ներգործության հետևանքով մենք ունենում ենք նաև հեռահար հետևանքներ։ Շատ դեպքերում, երբ որ երեխան ստանում է որոշակի տրավմա, դա ազդում է նրա վարքագծի վրա, ազդում է նրա զարգացման վրա և ինչ են ցույց տալիս բոլոր հետազոտությունները։ Այն երեխաները, որոնք որ ենթարկվում են ֆիզիկական բռնության, նրանք հետ են մնում զարգացման մեջ և ֆիզիկապես նրանք լինում են ավելի փոքր, ունենում են որոշակի խնդիրներ ոսկրային մկանային հյուսվածքների հետ, նրանց զարգացումն է հապաղում, նրանց վարքագիծն է փոխվում, դա ազդում է նաև նրանց առաջադիմության վրա։ Երեխաների պարագայում բռնությունը կարող է իրականացվել նորից ցանկացած վայրում, թե ընտանիքում, թե բակում, թե դպրոցում, ցանկացած միջավայրում, որտեղ երեխան գտնվում է, բայց երեխաները շատ ծանր են տանում այն բռնությունը, որը նրանց նկատմամբ կիրառում են ծնողները կամ ընտանիքի անդամները։ Ինչու, որովհետև ընտանիքը երեխայի համար այն առաջնային օղակն է, որը պաշտպանի իրենց, որը օգնի իրենց, որը կարողանա ձևավորել նրանց մոտ ճիշտ հատկանիշներ, ճիշտ արժեքներ։ Իսկ այստեղ երեխայի նկատմամբ բռնությունը գործադրում է այն անձը, ով պետք է իրեն պաշտպանի։ Երեխաները շատ հաճախ սկսում են պաշտպանվել։ Նրանք, երբ որ ֆիզիկական ուժը ներում է, բռնում են ծնողի ձեռքը կամ փորձում են ինչ-որ ձևով դիմադրել և սկսում են բռնություն գործադրել նաև ծնողի նկատմամբ։ Պատահական չէ այդ հանգամանքը, որ բռնության ենթարկված երեխաների մոտ 15%-ը հետագայում, երբ որ դառնում է չափահաս, սկսում է բռնություն գործադրել իրենց տարեց ծնողների նկատմամբ։ Եվ այստեղ պատահական չէ ասել, որ բռնությունը ծնում է բռնություն։ Եվ եթե երեխային դաստիարակում են բռնությամբ, դա նշանակում է, որ հետագայում այդ բռնությունը կարող է կրկնվել նաև այդ բռնություն գործադրած անձի նկատմամբ։ Երեխայի նկատմամբ բռնությունների դեպքերի մասով մենք պետք է հիշենք հետևյալ մոտեցումը։ Եթե երեխային պատճառվել է որևիցե մարմնական վնաս,
պարտադիր պետք է դիմել բժշկի։ Ինչու է անհրաժեշտ նման մոտեցումը, որովհետև կարող է մենք չունենանք արտաքնապես տեսանելի որոշակի հատկանիշներ, բայց իրականում լինի ներքին արյունահոսություն, լինի գլխուղեղի հեմատոմա կամ այնպիսի վնասվածքներ, որոնք որ նկատելի չեն եւ իրենք տալիս են իրենց արձագանքը օրեր հետո։ Եվ ցավոք սրտի որոշ իրավիճակներում նման անգործությունը կարող է հանգեցնել նաեւ մահվան։ Մենք ունենք դեպքեր, երբ որ բռնությունից հետո, երբ որ երեխան իրեն թույլ էր զգում, ինքը օրեր շարունակ մնացել էր տանը, իրականում եղել էր ներքին արյունահոսություն եւ երեխան մի քանի օր հետո ուշքի չգալով մահացել էր։ Դրա համար բոլոր այս իրավիճակներում խիստ պարտադիր է, անգամ փոքր վնասվածքների դեպքում, այնպիսի վնասվածքների դեպքում, որոնք որ հանգեցնում են երեխայի լորձաթաղանթների գունատության կան արյունահոսության հատկանիշներ, պարտադիր դիմել բժշկին եւ ստանալ պատշաճ օգնություն, պարտադիր իրականացնել այնպիսի հետազոտություններ, որպեսզի պարզվի երեխան կոտրվածք ստացել է, ցնցումներ առկա են թե ոչ։ Եվ միայն այդ գործողությունները կատարելուց հետո մենք կարող ենք իրավիճակը ճիշտ գնահատել։ Եթե որևիցե երեխա ենթարկվել է ֆիզիկական բռնության, ապա նրա նկատմամբ բժշկական զննությունը պարտադիր նախապայման է հանդիսանում։ Երկրորդը, երբեք երեխաների պարագայում պետք չի բռնությունը կիրառել որպես դաստիարակչական մեթոդ։ Ինքը չի դաստիարակում, ինքը ընդհանրապես սահմանափակում է երեխայի վարքագիծը կոնկրետ իրավիճակում։ Իսկ հետագայում, երբ որ արդեն այդ իրավիճակը չկա, երեխան կարող է ավելի բիրտ, ավելի կոպիտ գործողություններ իրականացնել։ Եվ երրորդը, բռնության դեպքում մենք ցավոք սրտի երեխաների մոտ ձևավորում ենք ուժի կանոնը, որը նշանակում է, որ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր, եւ իրանք սկսում են այդ բռնությունը փոխանցել բակ, դպրոց, այլ միջավայրեր եւ գնալով ագրեսիվությունը այդ երեխաների մոտ կարող է ավելանալ, առավել եւս եթե իրենք զգան անպատժելիություն։ Դրա համար բոլոր դեպքերում ֆիզիկական բռնության ցանկացած դեպք պետք է ստանա պատշաճ արձագանք եւ պատշաճ մոտեցում։ Ընդ որում կարելի է դիմել ցանկացած մասնագետի, եւ ոստիկանի, եւ սոցիալական աշխատողի, եւ հոգեբանի, եւ բժշկի։